Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին միասին ենք։ Իսկ այսօր իմ ալիքում Ռաֆաելլո խոհարարական ալիքում պատրաստելու ենք տորտ Ռաֆաելլո։ Կպատրաստեմ եւ կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով։ Մինչև վերջ դիտեք տեսանյութը եւ կհամոզվեք, թե ինչ սկսենք պատրաստելը։ Առաջին հերթին կպատրաստենք կրեմի եւ փովի մասը, դրա համար կաթսայի մեջ իրար ենք խառնում օսլան եւ ալյուրը։ Խառնելուց հետո այստեղ ավելացնում ենք ձուն, բաղադրիչների ընդհանուր քանակությունը անպայման կգրեմ տեսանյութի ներքևում, այս ամենը լավ խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք խտացրած կաթը, նորից լավ խառնում ենք, լավ խառնելուց հետո ավելացնում ենք եղման կաթը, սկզբում մի փոքր ավելացնում ենք եւ արագ խառնում, այնուհետև ավելացնում ենք մնացած ողջ ջուրը, լավ խառնում եւ տեղափոխում ենք կրակի։ Մարմանդ կրակի վրա այսպես անընդհատ խառնելով զանգվածը հասցնում ենք եղման աստիճանի, թողնում ենք մի փոքր եռա, որից հետո ավելացնում ենք կարագը։ Կարագը ավելացնելուց հետո անջատում ենք կրակը եւ խառնում ենք այնքան, մինչեւ կարագը ամբողջությամբ հալվի։ Այնուհետև մեր շատ համեղ կրեմը տեղափոխում ենք ուրիշ ամանի մեջ եւ ահա այսպես տաք վիճակում ավելացնում ենք կոկոսի քերուկը։ Լավ խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյ կտալ վանիլին, խառնում, վրան ծածկում ենք սննդային թաղանթով եւ թողնում ենք, որպեսզի սառի։ Մինչ կրեմը կսառի, իսկ մենք այդ ընթացքում կպատրաստենք մեր շատ համեղ բիսկվիտը։ Դրա համար վերցնում ենք նուշ, վրան լցնում ենք եռացրած ջուր, մի քանի րոպե թողնում, այնուհետև ջուրը քամում ենք եւ ահա այսպես կեղևազրկում ենք նուշը։ Այնուհետև նուշը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում գազօջախի վրա եւ մի փոքր կարմրացնում։ Ահա այսպիսի տեսք պետք է ստանանք, որից հետո բլենդերի օգնությամբ մարացնում ենք։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ, բիսկվիտի համար 5 ձու ենք կոտրում հարիչի ամանի մեջ, մի փոքր աղ ենք ցանում եւ սկսում ենք հարել։ Մոտավորապես 1 րոպե հարելուց հետո ավելացնում ենք շաքարավազը։ Եվ կթողնենք, որպեսզի զանգվածը կրկնակի, շատանա եւ սպիտակի։ Իսկ այդ ընթացքում իրար կմիացնենք 4 բաղադրիչները։ Դրա համար ալյուրը մաղում ենք ամանի մեջ, ավելացնում ենք մեր մարացրած նուշը, վանիլին եւ փխրեցուցիչ։ Այս ամենը լավ խառնում ենք։ Եվ սկսում ենք քիչ-քիչ ավելացնել զգուշորեն խառնելով։ Եվ պետք է ստանանք ահա այսպիսի խմոր, ոչ շատ պինդ, ոչ էլ ջրիկ։ Ես բիսկվիտը թխելու եմ գազօջախի վրա, դրա համար տեղափոխում եմ կաթսայի մեջ։ Դուք կարող եք նաև թխել ջեռոցում, ջեռոցը նախապես տաքացնելով 170 աստիճան։ Գազօջախի վրա թխելուց կաթսայի բերանը անպայման սրբիչով ենք փակում եւ օգտագործում ենք ահա այսպիսի կրակը ցրող հարմարանք, որպեսզի բիսկվիտը չվառի, եւ շատ մարմանդ կրակի վրա մոտավորապես 40 րոպե թխում ենք եւ ստանում ենք այսպիսի գեղեցիկ եւ բարձր բիսկվիտ։ Բիսկվիտը թողնում ենք, որպեսզի սառի, իսկ մենք շարունակում ենք մեր կրեմի պատրաստումը։ Ամանի մեջ լցնում ենք, հարիչի ամանի մեջ լցնում ենք սառած սերուցքը, սառը վիճակում գտնվող սերուցքը եւ սկսում ենք հարել։ Հարում ենք այնքան, մինչեւ պնդանա։ Ահա այսպես պնդանալուց հետո սկսում ենք արդեն ավելացնել եփած կրեմը, այն պետք է լինի լավ սառը վիճակում, որպեսզի կրեմը շատ հաջող ստացվի։ Տեսեք որքան պինդ է։
Գթալ ահա այսպես ավելացնում ենք և խառնում։ Եվ ահա մեր շատ համեղ կրեմը պատրաստ է, կարող ենք հավաքել մեր տորթը։ Իսկ դրա համար բիսկվիտը բաժանում ենք 3 հավասար մասերի։ Վերցնում ենք մատուցվող ափսեն, մի փոքր կրեմ քսում, որպեսզի բիսկվիտը չտեղաշարժվի, դնում ենք առաջին շերտը, անպայման թրջում ենք սովորական օշարագեինց մոտ շաքարավազ և ջուր, որը մի փոքր եռացրել է, և հավաքում ենք մեր տորթը շերտ կրեմ հերթականությամբ։ Վերջին շերտը դնելուց հետո, հա այսպես առատ կրեմ ենք անում, քանի որ կրեմը շատ համեղ է, չենք խնայում, հա այսպես առատ կրեմով գեղեցիկ կրեմը պատում ենք և բերում վերջնական տեսքին։ Եվ վերջում տորթը ձևավորում ենք կոկոսի քերուկով և ռաֆայելո կոնֆետներով։ Ձևավորումը ավարտելուց հետո տորթը անպայման տեղափոխում ենք սառնարան ամենաքիչը 2 ժամով, որից հետո կարող ենք կտրել և համտեսել։ Սիրելի հետևորդներ, վստահեցնում եմ, որ շատ համեղ է ստացվել, պատրաստման եղանակը ընդհանրապես դժվար չէր, շատ պարզ էր, խորհուրդ կտամ դուք նույնպես փորձեք, քանի որ այն կզարդարի յուրաքանչյուր տոնական սեղան, իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Անչափ շնորհակալ եմ դիտելու և ջերմ մեկնաբանություններ գրելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։